Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչները կանգնել են մեծ խնդրի առջև։ Բնակավայրը գտնվում է Երևանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա, բայց մայրաքաղաք հասնելը դիտակցիների համար գլխացավանք է դարձել։ Մեր միակ ցավը տրանսպորտն է, որ այս բավականին ժամանակ այդ տրանսպորտից զրկվել ենք Սովետաշենով, այսինքն Նուբարաշենով Երևան, դեպի Երևան, կան ուսանողներ, որ չեն կարողանում դասի գնալ, երեխաներին տանում ենք սպորտ դպրոցում Սովետաշենում, էլի չենք կարողանում, որտեղ տրանսպորտ չկա, ու ամեն անգամ էլ ոչ մի ի վիճակի չենք ինչ-որ տաքսիով տանենք, բերենք, այսինքն մեկը ունեցավ տաքսիստ, երկրորդը չի ունենա։ Դիտակ Երևան երթուղու բացակայությունը հատկապես մեծ դժվարություն է ստեղծել ուսանողների եւ մայրաքաղաքում աշխատողների համար։ 3 շաբաթից ավել է տրանսպորտ չունենք ու կաշմարի վիճակով ենք գնում աշխատանքի գալիս, քանի որ ինձ հաճելի չի ուրիշի մեքենաները նստել կամ ճանապարհին կանգնել ուղղակի ով պատահի իր հետ գնանք աշխատանքի, դրա համար փորձում եմ տաքսիներով գնամ, բայց հասկացեք ինչքան կարող ենք տաքսիներով գնալ գալ։ Ես էլ ունեմ ուսանող աղջիկ, որը օգտվում է ամեն օր տրանսպորտից, բայց այս արդեն 1 ամիս է չունենք տրանսպորտ եւ ստիպված մենք ենք մեր ավտոյով բարձրացնում երեխային մինչեւ Սովետաշեն, որպեսզի այնտեղից հասնի համալսարան, ու դա շատ լավ կլիներ, որ ունենայինք տրանսպորտ։ Գյուղում շատերն ունեն առողջական խնդիրներ եւ օգտվում են Երևանում գործող բուժհաստատություններից, սակայն առաջացած խնդրի պատճառով չեն կարողանում նույնիսկ կանոնավոր կերպով բժշկի այցելել։ Բժշկի պետք է գնամ, ես կապ ունեմ բժշկի հետ, չեմ կարողանում գնամ։ Դեղորյակը գնում ենք Նուբարաշենի ապտեկայից։ Հիմա էլ չենք կարողանում։ Ուրեմն մի հատ դեղի համար պետք է տաքսի բռնեմ, բայց ասենք ես ի վիճակի եմ, բա հաջորդը կտրված ենք, սա խոմ 37 թվականը չի, որ անտեսում են մեզ։ Նախկինում Դիտակը սպասարկող միակ երթուղին դադարեցրել է աշխատանքը քանդված ճանապարհների պատճառով, ասում են բնակիչները։ Ավտոբուսը, որ Երևան մեր գյուղից Ջրաշեն մինչև Կայլան տանում էր, տեղափոխում էր, դուրս է եկել, չի աշխատում էլ։ Ճանապարհը մոտ Ջրաշենից մինչև այդ թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ շատ անտանելի վիճակ է։ 80 թվից այս կողմ չի ասֆալտվել։ Ոչ մի ավտոբուս չի գալի, ով էլ որ 2 անգամ գնում գալիս են, ծախս են անում, ավտոմասերը չանում, կոտրվում է, դրա համար էլ չեն գալիս։ Մի ավտոբուս ունեին 20 տարի, 25 տարի քշեց, արդեն հոգնել էր այդ մարդը, ի վիճակի էլ չէր։ Երթուղին վերականգնելու համար դիտակցիները մի քանի օր առաջ դիմել են բնակավայրի վարչական ղեկավարին, որն էլ մեծ զրույցում նշեց, որ հայտնի չէ, թե երբ խնդիրը կլուծվի։ Ես համայնքի ղեկավարին եմ դիմել, մարզպետարանն դիմել, մի 3-4 օր առաջ է, ասեցին, որ դիմել ենք տրանսպորտային վարչություն, հիմա սպասում են, որ մրցույթով պետք է գիծը շահեն, որ գան մտնեն։ Հələ համայնքի ղեկավարն խնդրել է այս կողմից այն կողմից մի հատ փոխադրամիջոց ձեռք բերել, որ դրանով այսօր ժողովուրդ ասում է սրանով գնացեք եկեք մինչև վերջնական լուծումը տանք։ Ես ժողովուրդին էլ ասում եմ, ժողովուրդ ջան, ես ձեզ չեմ կարող խաբեմ, ասեմ ինչքան ժամանակում այդ հարցը կլուծվի, բայց այս տրանսպորտով դու յոլա գնացեք մինչև հիմնական ավտոբուսի հարցը կլուծվի։ Գյուղի բնակիչները հույս ունեն, որ պատկան մարմինները հնարավորինս արագ կվերականգնեն երթուղին, քանի որ տրանսպորտի բացակայությունը խաթարել է նրանց բնականոն կյանքը։ Մերի Մնոյան, Վահագն Սաղաթելյան, Արարատ հեռուստաընկերություն։